Շնորհակալություն, ես կուզեի շնորհակալություն հայտնել նախ մեզ այստեղ հյուրընկալելու համար։ Շատ հաճելի է այստեղ լինել։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին, ինչպես նաև ՀՀ կառավարությանը մեզ այստեղ գտնվելու հնարավորություն ընձեռելու համար, թույլ տալու համար։ Սա կարևոր է նաև, քանի որ երկու պետությունների միջև հարաբերությունները կարգավորել եւ նման փոխանակումները նորմալ դարձնելը, սովորական դարձնելը կնպաստեն, որ նման փոխանակումները նորություն չլինեն, այլ սովորական բան դառնան։ Չվաբերում է ձեր հարցին ամբողջովին այո, վերջին 3 տարիներին մենք տեսնում ենք, որ խաղաղության գործընթացը, հարաբերությունների նորմալացման, կարգավորման գործընթացը Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները իրենց ձեռքն են վերցրել եւ բազմաթիվ փորձեր են արվել երկու կառավարությունների կողմից առաջ տանելու խաղաղությունը եւ հիմա վերջապես ունենք խաղաղության պայմանագրի տեքստը մի քանի կետեր նախ կարծում եմ սա սկիզբն է այստեղ նոր գործընթացի սկզբի մասին ենք լսում եւ խաղաղության պայմանագիրը չի սահմանելու իրականում խաղաղություն ինչ է նշանակելու խաղաղությունը վերացական է ոչ միայն Ադրբեջան-Հայաստան համատեքստում, այլ նաև ընդհանրապես։ Բառը բավական հեշտ է սահմանել, այն շոշափելի է եւ բառը մեզ հասկանալի է եւ ցանկացած ոք կարող է բացատրել, բայց երբ ասում ենք խաղաղություն, ինչպես ասում եք, այն խնամել է պետք երկու հասարակությունների համար, այն բնորոշել է պետք։ Ներկայումս մենք խաղաղությունը բնորոշելու փուլում ենք։ Խաղաղությունը բնորոշելու համար մեզ անհրաժեշտ է շատ ավելի պրակտիկ քայլեր։ Քայլերից մեկը մասնավորապես այն է, ինչ ձեռնարկել է Ադրբեջանի Հայաստանի կառավարությունները, պրակտիկ աշխատանք կապակցվածության, փոխկապակցվածության ուղղությամբ, ինչը նշանակում է, որ ադրբեջանական էքսկլավի մեկուսացումը պետք է հաղթահարվի, Հայաստանը ինտեգրվի կապակցվածության ծրագրերին եւ միևնույն ժամանակ նաեւ Վրաստանը ներառվի այս եռյակի մեջ։ Ադրբեջան-Հայաստան-Վրաստան եռյակը լինի։ Առաջին անգամ է, որ ես տեսնում եմ, որ իրական հնարավորություն կա, որ այս երեք երկրները միավորվեն եւ դիտարկեն նաեւ եւ հաղթահարեն տարածաշրջանի մարտահրավերները։ Առաջին քայլը դա է, բայց միայն փոխկապակցվածությունը չէ միայն երկաթուղին, չէ մայրուղին, չէ նաեւ գազ, էներգակիրներ եւ ես կարծում եմ ժամանակը կգա TRIP ծրագրի մեջ մտնում է նաեւ նման գաղափար, Ադրբեջանի կառավարությունը այդպիսի գաղափար ունի, որ ապագայում դա կարող է ընդլայնվել, ներառելու համար նաեւ ադրբեջանական գազի արտահանումը տարբեր շուկաներ, այդ թվում դեպի Հայաստան, ուստի դա մի բան է, որը պետք է ստեղծենք, փոխկախյալություն, տնտեսությունը եւ տրանսպորտը կստեղծեն փոխկախյալություն։ Երկրորդը, աշխատանք հասարակությունների հետ, օգնելու բնորոշել սահմանումը, որովհետեւ երկու հասարակություններն էլ շատ վատ տրավմա են վերապրել, պատերազմներ, տեղահանություն, այդպես ենք մենք բնորոշել մեր հարաբերությունները, որպեսզի այլ փուլի անցնենք, պետք են շատ ավելի շատ շփումներ ժողովուրդների միջև։ Դա սկիզբ կառնի փորձագետների մակարդակով, սկիզբը վաղը կլինի լրագրողների մակարդակով, հետո երևի կշարունակվի սահմանամերձ շրջաններում շփումները ժողովուրդների միջև, որովհետև երբ գնում ես Ադրբեջան-Հայաստան սահմանի մոտ, բնական փոխկախյալություն այնտեղ կա։ Երբեմն հայկական կողմից ջուրը գալիս, երբեմն հակառակ կողմից։ Այս հարցերը երկու կողմերին կօգնեն նաև պարզել, թե ինչպես պետք է սեփական ռեսուրսները օգտագործեն փոխշահեկանորեն։ Սա երկրորդ ուղին է ըստիս, երրորդ ուղին ընդհանուր առմամբ մեծ ճանապարհային քարտեզ է։ Պետ ճանապարհային քարտեզներից մեկը կարող է լինել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, որովհետև երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, նոր կարգավիճակ կունենան Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները, դա կունենա մեծ նշանակություն, դա նաև կբարելավի երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը, բայց նաև երկարաժամկետ ճանապարհային քարտեզ է պետք, որովհետև ցանկացած բառ, գործողություն եւ անգործություն այս ամենի մեջ էական նշանակություն ունի։ Ուստի ճանապարհային քարտեզը նաև կօգնի խաղաղությունը ամրապնդել, դա նաև փորձագիտական հանրույթի խնդիրն է հավաքվել եւ իրենց կառավարություններին աջակցել, թե ինչպես են տեսնում հասարակությունում այս դինամիկան եւ ինչպես կօգնեն հասկանալու օգուտները, ըստ էության խաղաղությանը անհրաժեշտ է
շոշափելի օգուտ։ Շոշափելի օգուտ նշանակում է մարդիկ պետք է տնտեսապես օգուտ քաղեն, մարդիկ պետք է համոզված լինեն, որ այդպես կշարունակվի։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ մենք բավական մաքսիմալիստական առավելապաշտ ակնկալիքներ ունենք, այդպիսին է մեր բնույթը։ Մենք երբ տեսնում ենք խաղաղության համաձայնագիր, ասում ենք դա բավարար չէ, տեսնում ենք ինչ-որ բան, ասում ենք դա բավարար չէ, համապարփակ չէ, ամբողջական չէ, իրական չէ խաղաղությունը եւ այլն եւ այլն։ Նման սահմանումներ ենք միշտ օգտագործում, կամ ոմանք հաճախ տեսնում ենք նման ձևակերպումներ են օգտագործում, առաջին հերթին ըստիս պետք է փոխել այս ակնկալիքը, եւ չխոսել առավելապաշտորեն կամ նվազապաշտորեն։ Պետք է իրատեսական լինել ակնկալիքների մեջ։ Որտեւ երբեմն, երբ ասում եմ, որ նախքան ձեր հարցին պատասխանելս ասեմ, երբ ասում եմ, որ պետք է սահմանենք տանք խաղաղության սահմանը, քանի որ մարդիկ հարցեր ունեն, պետք է նաև հիշենք, որ հարևաններ ենք, այո, մեր կյանքում էլ մենք բոլոր հարևաններից չէ, որ սիրում ենք, բայց դիմում ենք իրենց օգնությանը, աջակցում ենք իրենց, այդպեսին է մտածելակերպ, այսինքն մտածելակերպի փոփոխություն է պետք։ Քաղաքասարակության դերը ինչպիսին է, ես կարծում եմ հայ փորձագետները, ադրբեջանցի փորձագետները երկար տարիներ իրար հետ կապեր ունեցել են կոնֆլիկտի ընթացքում էլ։ Հիմա սակայն տարբերությունն այն է, որ իրենք այցելում են նաև իրար միմյանց մայրաքաղաքներում։ Քանի ամիս առաջ, երբ առաջին ադրբեջանցին այցելեց Երևան, դա մեծ լուր էր։ Բոլորն ասում էին, ո՞նց էր ձեր տպավորությունը, ո՞նց ձեզ վերաբերվեցին եւ այլն։ Եվ ես կարծում եմ, որ դա առաջին հարցն էր, որովհետև դա ցույց է տալիս, որ լրատվամիջոցները, մյուս մարդիկ, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչ է Հայաստանը, ինչպիսին է, մարդիկ ինչպես են քեզ հետ շփվում, դա նորմալացնելու է մթնոլորտը, որը կարևոր է։ Միևնույն ժամանակ ես կարծում եմ փորձագիտական խմբերն էլ, ինչպես ասացի, օգնեն իրենց կառավարություններին, օգնեն, որպեսզի ճանապարհային քարտը ստեղծվի ապագայի համար եւ իրենք նաեւ ավելի լավ կպատկերացնեն կամ կզգան, թե ինչ է պետք հասարակությանը եւ ինչ պետք է պատասխանել հասարակության։ Լրագրողների դերը, այո, պետք է նաեւ նորմալացնել բառամթերքը, որն օգտագործում ենք մեր լուրերում, Ադրբեջանում եւ Հայաստանում։ Ես հաճախ եմ տեսնում իմ փորձից, ինչալս որ պետք է նաեւ փոխել խոսակցությունը։ Իմ փորձը այսպեսին է եղել։ Ադրբեջանը միշտ խոսում է Հայաստանի, Հայաստանը միշտ Ադրբեջանի մասին։ Պետք է խոսել Ադրբեջանում խոսեն եւ բացատրեն Ադրբեջանը, Հայաստանում խոսեն եւ բացատրեն Հայաստանը։ Այս ժամանակահատվածում նաեւ ստուգում ենք, թե ինչպես կարձագանքի հասարակությունը։ Եվ իհեճուկս նաեւ կառավարության աշխատանքի մենք չպետք է այն կառավարությանը այն գաղափարն ընդունենք, թե կառավարությունն ամեն ինչ վերահսկում է։ Հանրությունը իր կարծիքը ունի։ Եվ դա այդպես է նաև Ադրբեջանում։ Մարդիկ ընթերցում են, մարդիկ հարցեր են տալիս, բացասական արձագանքներ կան, դրական արձագանքներ կան։ Ահա ինչու լրատվամիջոցների դերը կարևոր է լինելու։ Եվ պետք է օգտագործեն այնպիսի բառամթերք, որը երկու կողմերն էլ կգնահատեն եւ նորմալացումը դրանով տեղի կունենա եւ դա խաղաղության ոգով կլինի։ Արդյոք դա բավարար է? Երևի ոչ, բայց առավելագույնի չցկտենք, սա նվազագույնն է, փորձենք այդ նվազագույնով հիմա առաջ շարժվել։ Եթե մենք դահլիճից հարցեր ունենք, խնդրեմ, բայց մեր ժամանակը մի քիչ սահմանափակ է, երկու հարց, եթե կարելի է։ Գրիգոր, խնդրում եմ։ Ներկայանամ Արաքս Փաշայան, Արևելագիտության ինստիտուտ, ես երկու հարց ունեմ պարոն Զաուր Շիրիևին, նախ թույլ տվեք ասել, որ իսկապես շատ դրական է շատ Երևանում հարց տալ ադրբեջանցի հետազոտողի եւ այդ հնարավորության համար մենք իսկապես ուրախ ենք։ Առաջին հարցը հետեւյալն է, այսինքն մենք խոսում ենք խաղաղության մասին, բայց նաեւ Ադրբեջանում նկատում ենք տարբեր դիսկուրսներ, այսինքն ներքին լսարանի համար խաղաղության եւ Հայաստանի մասին դիսկուրսը միանգամայն այլ է,
կարծում եմ պետք չի, որ ես դա ձեզ մանրամասնեմ, ես արտաքին լսանում Ադրբեջանի դիսկուրսը միանգամայն այլ է։ Գիտեք, երբ որ համադրում ենք Հայաստանի հետ, բարձ է դառնում, որ Հայաստանում կա մեկ դիսկուրս, թե ներքին, թե արտաքին լսանի համար, եւ դա խաղաղության դիսկուրսն է, հնարավորությունները, որոնց մասին խոսվում է պետության կողմից եւ հասարակության մեջ էլ կարծես կա դրական արձագանք։ Ես ցանկանում եմ, որ ձեր կարծիքը, թե արդյոք այդ ներքին դիսկուրսի այդ բացասական միջավայրը որքանով է նպաստելու իսկապես խաղաղության հաստատմանը։ Եվ երկրորդ հարցը վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Ես ցանկանում եմ ձեզ հարցնել, թե արդյոք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը դեռ առաջիկայում էլ կապված է լինելու Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններից եւ Բաքվի կողմից Անկարայի դեմ ուղղված ոչ ուղղակի կամ անուղղակի ճնշումներից։ Շնորհակալություն։ Առաջին հարցը դիսկուրսի, ներպետական դիսկուրսի մասին, ես կարծում եմ, որ երբեմն ասացված կա, որ ամեն ինչ այսօր է սկսվում, բայց կոնֆլիկտը ունի պատմություն, մարդիկ չեն մտածում, թե Ադրբեջանում բոլորն են դա ընդունում, որովհետև տրավմա ունեն, տեղահանություն, պատերազմ եւ հիշողությունը կենթանի է, մենք չենք կարող դա անուշադրության մատնել։ Հա թե ինչու են մարդիկ տարբեր կերպ արձագանքում, սակայն ինչ եմ ես տեսնում, որ կառավարությունը ոչ միայն միջազգային լսարանի համար, այլ նաև կարդալ, տեսնել, լսել, որ կառավարության պաշտոնյաները խոսում են խաղաղության մասին։ Խաղաղությունը նշանակում է, որ մենք հարգում ենք միջազգային իրավունքի նորմերը, հարգում ենք Հայաստանի սահմանները, Ադրբեջանը, Հայաստան երկուստեք հարգում սահմանները եւ պատերազմի բացակայությունը։ Սա հիմնական ուղերձն է, որը տեսնում ենք Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների կողմից եւ միևնույն ժամանակ տարբերություն կա, հա, բոլորը ինչ ուզեն կարող են ասել սա մասին, բայց ես կարծում եմ, որ կա փոփոխություն եւ կա դրական դիսկուրս, հատկապես ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության քայլերին եւ շատ սատարող է այդ մոտեցումը։ Շատ նպաստավոր է։ Ժամանակ պահանջվի, որպեսզի ամբողջովին խաղաղության միտված խաղաղամետ լինի օրակարգը եւ Ադրբեջանում եւ Հայաստանում։ Հավատացեք, Ադրբեջանում էլ բոլորը կարող են զանգացած հայտարարության հղում անել ոչ միայն պաշտոնյաների, այլ նաեւ պատգամավորների, փորձագետների, ասել այ տեսեք հայերը այսպես են մտածում, այնպես որ եկեք մի հայտարարությունը կամ մի հոգու կարծիքը չներկայացնենք որպես պետական քաղաքականություն կամ քաղաքականություն, որ ասենք հայերին Հայաստանը այսպես ենք մենք պատկերացնում, ոչ։ Դիսկուրսը այսպիսով փոխվում է, բայց բավական երկարաժամկետ գործընթաց է դա լինելու։ Շոյում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, նույնը ինչ ասացի Ադրբեջանի մասին, որ մենք չպետք է խաղաղության համաձայնագիրը դիտարկենք որպես միակ բանը, հա, որ սա միայն սկիզբն է, առաջին քայլն է։ Տեսնում ենք նաև այն դիսկուրսը, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը չպետք է լինի վերջնանպատակը եւ պետք է շատ ուղիներ լինեն բարելավելու շատ թուրք-հայկական հարաբերությունները, ավելի շատ կոնտակտներ այս երկու հասարակությունների միջև։ Ես օգտագործի ադրբեջանական ճնշում բառակապակցությունը, թուրք-ադրբեջանական հարաբերություններում այդ բառը, այսպես ասեմ, չկա երկու պետությունների հարաբերությունների բառամթերքում։ Ուստի ես կարծում եմ, որ Անկարայի քաղաքականությունը հետևյալն է աջակցել Ադրբեջանի եւ այս հարաբերությունների նորմալացմանը եւ իրենք էլ անհապեր սպասում են երբ է խաղաղության պայմանագիրը ստորագրվելու Ադրբեջանի Հայաստանի միջև ու երբ են գնալու նորմալացման։ Այսօր վարչապետն էլ նկարագրեց Ադրբեջանի որոշումը, նախագահ Ալիևի հայտարարած որոշումը հանելու Կենտրոնական Ասիայից ապրանքներ տեղափոխելու բլոկադան դեպի Հայաստան ապրանքների փոխադրման վրա։ Սա նաև կբարելավի թուրք-հայկական դիսկուրսը, իրենք էլ կմտածեն, թե ինչ իրագործելի քայլեր կարող են այս ընթացքում ձեռնարկել, հա թե ինչու ես այդ ճնշում բառը չի օգտագործի, միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ
երեք կողմերը սինքրոնացնում են իրենց հարաբերությունները։ Քննարկում կա Ադրբեջանի, Թուրքիայի միջև, Թուրքիայի, Հայաստանի միջև, երյակ պետք է դիտարկել, եւ սա զուգահեռ գործընթաց է, ես այդպես սա կդիտարկեի։